Աստղաբանորեն այս նորալուսինը նշանավորում է անսովոր հզոր նոր սկիզբ, հատկապես պատասխանատվության, կայուն կառուցվածքի, ներքին անվտանգության և երկարատև ինչ-որ բանի համբերատար ստեղծման հարցերում։ Սա իմպուլսիվ էներգիա չէ, այն հասուն է, հիմնավորված և խորապես կայունացնող, ինչպես քարի տաք քաշը ձեր ափի մեջ։ Այս նորալուսինը գալիս է հանգիստ և առանց դրամաների։ Այն չի խոստանում անհապաղ հարստություն, ճակատագրի հանկարծակի նվերներ կամ առաստաղից ընկնող փողի պակ։ Փոխարենը, այն գործում է հանգիստ և խելացիորեն, դնելով երկարատև հիմք։ Յուպիտերն ու Սատուրնը կենտրոնական դեր են խաղում այս տիեզերական պահին։ Յուպիտերը ընդլայնում է տեսադաշտը և բացահայտում նոր հնարավորություններ, հեշտացնելով տեսնելը, թե ինչն է իսկապես հնարավոր։ Հանգիստ և կարգապահ Սատուրնը ապահովում է, որ այս հնարավորությունները իրականություն դառնան, այլ ոչ թե մնան պարզապես գեղեցիկ գաղափար մտքում։ Միասին նրանք ստեղծում են հազվագյուտ և հզոր հավասարակշռություն։ Այս էներգիան հատկապես աջակցում է նրանց, ովքեր պատրաստ են անկեղծորեն նայել իրենց ֆինանսական վիճակին, երկարաժամկետ պլանավորել և գիտակցված պատասխանատվություն կրել իրենց ապագայի համար։ Այն ընտրում է համբերությունը իմպուլսի փոխարեն, ռազմավարություն կարճ ճանապարհների փոխարեն, հասունություն դատարկ երազանքների փոխարեն։ Ոչ բոլոր կենդանակերպի նշանները կզգան այս փոփոխությունը նույն ինտենսիվությամբ։ Այնուամենայնիվ, 4 նշաններ գտնվում են հատկապես աջակցող և կայունացնող ազդեցության տակ 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսնի շուրջ։ Նրանց համար սկսում է նոր փուլ։ Ֆինանսական խնդիրները սկսում են քանդվել, հին խոչընդոտները դանդաղորեն լուծվում են, երկարաժամկետ ֆինանսական կայունությունը սկսում է ձևավորվել, ոչ թե բախտի կամ պատահականության շնորհիվ, այլ պարզության, ներքին աճի և մտածված որոշումների շնորհիվ։ Եթե դուք պատկանում եք այս կենդանակերպի նշաններից մեկին, այս ժամանակահատվածը հրավիրում է հեռանկարի խորը փոփոխության, հեռու մշուց հույսերից և լավատեսական ենթադրություններից, դեպի իրական, հզոր որոշումներ, որոնք կարող են իսկապես փոխել ձեր կյանքի ընթացքը։ Այս նորալուսինը մեզ հիշեցնում է ամենակարևորի մասին. երկարաժամկետ բարգավաճումը կառուցվում է, այլ ոչ թե հետապնդվում, և սկսելու ժամանակը հիմա է։ Ինչու է 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը այդքան կարևոր ֆինանսների համար։ Աստղագուշակորեն յուրաքանչյուր նորալուսին սկիզբ է։ Դա մի պահ է, երբ դուք սերմեր եք ցանում, մտադրություններ եք դնում և նոր գլուխ եք բացում։ Սակայն 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը բերում է նկատելիորեն հասուն և կայուն էներգիա, և հենց դա է այն առանձնացնում։ Սա այն փուլը չէ, որը պահանջում է անհապաղ արդյունքներ կամ թատերական ժեստեր։ Փոխարենը, այն պահանջում է պարզություն, պատասխանատվություն և գիտակցված փոփոխություն ձեր կյանքի գործնական հիմքը պահպանելու հարցում։ Այս նորալուսնի ներքո ավելի խորը հարցեր են բնականաբար ի հայտ գալիս։ Ինչ է իրականում նշանակում ձեզ համար ֆինանսական անվտանգությունը։ Որտեղից են բխում ձեր ծախսերը՝ վախից, հին սովորություններից, թե անորոշությունից։ Եվ որտեղ են վստահությունը, մտադրությունը և գիտակցված ընտրությունը դրանք մղում։ Դուք սկսում եք ավելի հստակ տեսնել, թե ձեր կյանքի որ կառույցներն են իսկապես աջակցում ձեզ երկարաժամկետ հեռանկարում, և որոնք են կայուն թվում միայն մակերեսորեն։ Որոշ ծրագրեր կարող են տպավորիչ թվալ, բայց դրանք չունեն էություն։ Մյուսները համեստ են թվում, բայց ապահովում են իրական ուժ։ Հունվարի 18-ի նորալուսինը խոսում է հանգիստ, հավասար ձայնով։ Այն ձեզ հրավիրում է դադարեցնել փողը հուզականորեն վանելը կամ այն անիրատեսական պատվանդանի վրա դնելը։ Փոխարենը, այն նրբորեն հրում է ձեզ տեսնել փողը այնպիսին, ինչպիսին այն կա։ Գործիք։ Չեզոք ուժ։ Միջոց, որի միջոցով դուք կարող եք ակտիվորեն ձևավորել ձեր կյանքը։ Երբ փողը օգտագործվում է գիտակցաբար, այն դառնում է ինչ-որ բան, որը դուք վերահսկում եք, այլ ոչ թե ինչ-որ բան, որը վերահսկում է ձեզ։ Նրանք, ովքեր պատրաստ են լրջորեն զբաղվել այս ազդակով, հաճախ նկատում են դրա հետևանքները նորալուսնի ավարտից շատ ժամանակ անց։ Այժմ ցանված սերմերը շարունակում են աճել առաջիկա ամիսներին և նույնիսկ տարիներին, ազդելով ոչ միայն ֆինանսների, այլև վստահության, դիմացինության և ներքին խաղաղության վրա։ 4 կենդանակերպի նշանների համար այս մոհը հազվագյուտ հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերագործարկել իրենց ֆինանսական ընթացքը։
Սա կայունության ուղղությամբ տեղաշարժ է, որը այլևս չի թվում փխրուն կամ անկայուն, այլ թվում է ամուր, բնական և ինքնապահով։ Այս նորալուսինը չի վերաբերում ավելի մեծ երազանելուն, այն վերաբերում է ավելի խելացի կառուցելուն։ Ցուլ. Համառության բերքահավաք։ Ցուլ. 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը բացում է դուռը դեպի մի ժամանակաշրջան, երբ ձեր կյանքի շատ մասեր անսպասելի հեշտությամբ կսկսեն իրենց տեղը ընկնել։ Ոչ հանկարծակի, ոչ դրամատիկ, բայց կարծես դա պետք է տեղի ունենար վաղուց։ Վերջին տարիներին դուք ավելին եք սովորել անորոշության մասին, քան կցանկանայիք։ Ձեզ, ովքեր ավելի շատ են գնահատում կայունությունն ու հուսալիությունը, քան մյուսները, կրկին ու կրկին խնդրել են ոտքերը գետնին պահել առանց երաշխիքների, հավատալ նույնիսկ այն ժամանակ, երբ գետնին թվում էր պակաս անվտանգ։ Այս դասը հեշտությամբ չսովորվեց, բայց այն ձևավորեց ձեզ, և հիմա այն արդյունք է տալիս։ Այս նորալուսինը նշանավորում է այն պահը, երբ ձեր ներքին ուժը, համբերությունը և հուզական հասունությունը սկսում են վերածվել շոշափելի արդյունքների, հատկապես ֆինանսական հարցերում։ Հանգիստ աճ, հանկարծակի բախտի փոխարեն։ Ֆինանսապես այս նորալուսինը չի գալիս մեծ խոստումներով կամ հանկարծակի հաղթանակներով։ Քաոսային ալիք չկա, ռիսկային խաղադրույք չկա, գիշերային ցնցումներ չկան։ Փոխարենը բացահայտվում է շատ ավելի արժեքավոր մի բան։ Ձեր եկամուտը սկսում է կայունանալ, ինչպես հարթ, դանդաղ հոսող գետ։ Հուսալի, կանխատեսելի, սնուցող։ Դուք ավելի հստակ զգում եք, թե ինչպես է փողը հոսում ձեր կյանքից և դուրս գալիս, և ձեր հարաբերությունները դրա հետ դառնում են ավելի հանգիստ և ավելի գիտակցված։ Ծախսերի վերաբերյալ որոշումները դառնում են պակաս իմպուլսիվ և ավելի միտումնավոր։ Դուք ինտուիտիվորեն հասկանում եք, թե որտեղ է ձեր փողը անվտանգ, որտեղ կարող է աճել, և որտեղ այլևս չի պատկանում։ Փողի հանդեպ անհանգստությունը աստիճանաբար զիջում է իր տեղը վստահությանը։ Հիմք, որը պահում է։ Մասնագիտական ոլորտում այս նորալուսինը բացում է դռներ հնարավորությունների համար, որոնք գրավիչ են ոչ միայն կարճաժամկետ, այլև կարևոր երկարաժամկետ հեռանկարում։ Անվտանգ պաշտոններ, վստահության վրա կառուցված համագործակցություններ, նախագծեր, որոնք համբերատար աճում են, ինչպես առողջ ծառ, նախ ամրապնդելով իրենց արմատները, ապա ձգելով դեպի վեր։ Այս փուլը հատկապես հզոր է դարձնում դրա հետ կապված պարզությունը։ Դուք սկսում եք հասկանալ, գուցե ավելի հստակ, քան երբևէ, որ իրական անվտանգությունը չի ծնվում վախից կառչելուց կամ կուտակելուց, այն գալիս է իմաստ պլանավորումից, իրատեսական սպասելիքներից և մտածված որոշումներից, ապագային ուղղված հայացքով։ Նոր հարաբերություն առատության հետ։ Այս պահից սկսած ժամանակի, փողի կամ էներգիայի յուրաքանչյուր ներդրում կրում է բացառիկ ներպոտենց։ Սրանք ապարդյուն ջանքեր չեն։ Սրանք բերուր հողում սամված սերմեր են, որոնք կարող են տարիներ շարունակ ձեզ պահել։ 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը ձեզ հնարավորություն է տալիս կառուցել իրական կայուն հարստություն, համբերության, իմաստության և հավատարմության միջոցով։ Դուք սպասել եք, դուք դիմացել եք, և հիմա սկսում է բերքահավաքը։ Կույս. վերլուծությունը գործողության վերածելը։ Կույս. քիչ նշաններ են կիսում ձեր ճշգրտության, պլանավորման և մտածված վերլուծության տաղանդը։ Դուք նկատում եք մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում։ Դուք վաղուց եք ճանաչում օրինաչափությունները։ Դուք մտածում եք նախապես ուշադիր և պատասխանատու կերպով, անընդհատ ձգտելով բարելավել արդեն իսկ գոյություն ունեցողը։ Սակայն երկար ժամանակ նույն ուժեղ կողմերը ֆինանսապես ձեր դեմ էին աշխատում։ Դուք չափազանց հաճախ կասկածում էիք ինքներդ ձեզ։ Դուք չափազանց երկար տատանվում էիք։ Դուք ավելի շատ կենտրոնանում էիք պոտենցիալ ռիսկերի վրա, քան իրական հնարավորությունների վրա։ 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը վճռորոշ շրջադարձային կետ է նշում։ Այն օգնում է ձեզ վերջապես ուղղորդել ձեր ուշագրավ ունակությունները գիտակցված հարստության ստեղծմանը։ Ոչ միայն սխալներից կամ կորուստներից խուսափելու, այլև ակտիվորեն ֆինանսական կայունություն կառուցելու համար։ Պարզությամբ և հանգիստ վստահությամբ։ Զգուշությունից դեպի գիտակցված գործողություններ։ Այս նորալուսինը բերում է հզոր ներքին վերակարգավորում։
Դուք սկսում եք տեսնել, թե որտեղ է օպտիմալացումը իսկապես իմաստ ունի եւ տալիս չափելի արդյունքներ, եւ որտեղ թողնելը անփութություն չէ, այլ իմաստություն։ Ֆինանսական որոշումները դառնում են ավելի հանգիստ եւ ճշգրիտ, ավելի քիչ թելադրված վախով, ավելի շատ առաջնորդվում են փորձով եւ հասկացողությամբ։ Դուք դադարում եք ամեն քայլի վրա չափազանց մտածելուց եւ սկսում եք վստահել ձեր ունակությանը կայացնելու հիմնավորված կայուն որոշումներ։ Վերլուծությունը վերածվում է գործողության, պլանավորումը առաջընթացի, ձեր կարողությունների ճանաչումը։ 2026 թվականի ամենահաճելի թեմաներից մեկը ճանաչումն է։ Ձեր հուսալիությունը, ճշգրտությունը եւ նվիրատությունը վերջապես վերածվում են շոշափելի ֆինանսական օգուտների։ Ձեր պատասխանատվությունը կարող է ավելի մեծ լինել։ Հնարավոր են դառնում ավելի շահավետ վարձատրություններ, ավելի կայուն եւ բարձր եկամուտ է ի հայտ եկած, քանի որ ձեր շրջապատի մարդիկ հստակ տեսնում են ձեր արժեքը եւ պատրաստ են արդարացիորեն վճարել ձեզ։ Փողը աստիճանաբար կորցնում է իր կապը ստրեսի եւ մշտական մտավոր լարվածության։ Փոխարենը այն կապվում է կարգուկանոնի, պարզության եւ ինքնարդյունավետության խորը զգացողությամբ։ Դուք հասկանում եք, որ ունակ եք ոչ միայն մանրամասն հասկանալ ձեր ֆինանսական վիճակը, այլև ակտիվորեն եւ հաջողությամբ ձևավորել այն։ Ավելի առողջ հարաբերություններ հարստության հետ։ Հունվարի 18-ի նորալուսինը բերում է ազատագրող հասկացողություն, առանդությունը, մակերեսայնություն, չափազանցություն կամ բարոյական ձախողում չէ։ Դա իմաստուն որոշումների, ռեսուրսների պատասխանատու կառավարման եւ երկար հորիզոնի բնական արդյունք է։ Եվ ահա դուք ուժեղ եք։ Դուք սովորում եք տեսնել փողը որպես մի բան, որը կարող է կառուցվել, կազմակերպվել եւ սնվել, ինչպես ցանկացած համակարգ, որը կարող եք կառավարել։ Համբերությամբ եւ ճշգրտությամբ դուք ստեղծում եք կայունություն, որը տևական է։ Ձեր ֆինանսական պարգևը։ Այս ժամանակահատվածը սովորեցնում է ձեզ օգտագործել ձեր վերլուծական միտքը որպես հզոր գործիք, գիտակցված հարստություն ստեղծելու համար։ Դուք դադարում եք զսպել ձեզ եւ սկսում եք վստահել ձեր կարողություններին։ Կայուն հարստությունը դառնում է հնարավոր, ոչ մի պատահականություն, եւ ըստ ծրագրի։ Այծեղ ջուր։ Ձեր իրական ուժի արթնացումը։ 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը ձեզ համար վճռորոշ շրջադարձային պահ է։ Սա նուրբ փոփոխություն չէ։ Սա պարզության պահ է, որը հասնում է մինչև միջուկը եւ վերակարգավորում է ձեր հարաբերությունները աշխատանքի, փողի եւ ինքնագնահատականի հետ։ Որպես պատասխանատվության, կարգապահության եւ երկարաժամկետ տեսլականի նշան, դուք այս էներգիան հատկապես ուժեղ եք զգում։ Կարծես տիեզերքը ուղղակիորեն խոսում է ձեզ հետ, հանգիստ վստահությամբ եւ հարգանքով։ Ժամանակն է վերակառուցել։ Բայց այլ կերպ, քան նախկինում։ Ավելի գիտակցված, ավելի դիմացքուն, ավելի շատ ինքներդ ձեզ համար։ Տարիներ շարունակ դուք գործել եք, կառուցել, պատասխանատվություն եք կրել եւ ամեն ինչ միասին պահել։ Հաճախ լուռ, հաճախ առանց ճանաչման։ Դուք այն մեկն էիք, ում վրա հենվում էին մյուսները, այն մեկը, ով դիմացել է, այն մեկը, ով համառել է, նույնիսկ երբ դա ուժասպառ է եղել։ Հիմա ուշադրությունը փոխվում է։ Գիտակցված ֆինանսական վերադասավորում։ Ֆինանսապես սկսվում է խորը ներքին համաձայնեցում։ Դուք նոր պարզությամբ տեսնում եք, որ ձեր նվիրածությունը, համառությունը եւ հուսալիությունը պետք է ծառայեն ոչ միայն համակարգերին, կառույցներին կամ այլ մարդկանց։ Դրանք պետք է ստեղծեն նաեւ անվտանգություն, առատություն եւ խաղաղություն ձեզ համար։ Այս նորալուսինը ձեզ հրավիրում է դադարեցնել ինքնակառավարման վրա ապրելը։ Դուք սկսում եք ավելի խորը, ավելի անկեղծ հարցեր տալ։ Ինչ եմ ես իրականում ուզում։ Որքան է արժենում իմ աշխատանքը։ Ինչպես կարող եմ օգտագործել իմ ուժեղ կողմերը այնպես, որ ես նույնպես սնուցեմ։ Այս հարցերը տեսական չեն, դրանք հանգեցնում են կոնկրետ, գործնական լուծումների։ Վստահությամբ վերաիմաստավորելով առաջնահերթությունները։ 2026 թվականին դուք ավելի հստակ սահմաններ եք սահմանում ձեր ժամանակի, էներգիայի եւ ֆինանսական պարտավորությունների շուրջ։ Դուք ազատվում եք պարտքից կամ վախից ծնված հնացած օրինաչափություններից եւ դրանք փոխարինում եք ինքնահարգանքի եւ ներքին հեղինակության վրա հիմնված ընտրություններով։ Դուք սկսում եք ընտրել կայունություն, որը հնչյուն է, այլ ոչ թե ծանր։ Երկարաժամկետ եկամտի հնարավորություններ են ի հայտ եկել։
ոչ շողշողուն, ոչ ռիսկային, բայց հուսալի, կայուն եւ իսկապես բավարարող։ Այնինչ դուք հիմա կառուցում եք, կայուն ուժ ունի։ Հատկապես աջակցվում են ղեկավարության, կառավարման կամ անկախ գործունեության մեջ գտնվողները։ Երկարաժամկետ պայմանագրերը, ավելի հստակ կանոնները եւ հաճախորդների կամ ղեկավարների կողմից աճող վստահությունը ստեղծում են ամուր ֆինանսական շրջանակ կառուցելու համար։ Ճնշումից դեպի հաստատում։ Փողը դանդաղորեն փոխում է իր իմաստը ձեզ համար։ Սա դադարում է զգալ որպես մշտական ճնշում կամ գոյության ապացույց։ Փոխարինը սա դառնում է ճանաչում, ձեր կարողությունների հաստատում, ձեր ուժի վկայություն, այն արժեքը, որը դուք բերում եք աշխարհին։ Այս նորալուսինը նշում է այն պահը, երբ դուք դադարում եք ապրել միայն պարտավորությամբ եւ սկսում եք գործել ներքին անվտանգության ելնելով։ Դուք այլևս չեք աշխատում միայն անվտանգ զգալու համար, դուք ընտրում եք ընդունել հանգիստ, հիմնավորված վստահության վիճակը։ Ձեր ֆինանսական նվերը։ Այս փուլի դասը պարզ է, բայց ուժեղ։ Իրական անվտանգությունը ծնվում է ներսում, երբ այն կա, այն բնականաբար դրսևորվում է դրսից։ Այնինչ դուք հիմա կառուցում եք, ամուր կանգ է հանում, եւ այս անգամ այն կառուցվում է ձեզ համար։ Ձկներ։ Մտքի եւ նյութի հաշտեցում։ Ձկներ, ձեր հարաբերությունները փողի հետ միշտ չէ, որ պարզ են եղել։ Երկար ժամանակ այն շփոթեցնող, հեռավոր կամ նույնիսկ տհաճ է թվացել։ Դուք խորը զգացմունքներ ունեք, դուք լայնորեն երազում եք, դուք կյանքը հասկանում եք նուրբ, հուզական եւ հոգեվոր մակարդակներում։ Գործնական հարցերը, մասնավորապես ֆինանսները, հաճախ դժվար կամ անոգեշնչող են թվացել։ Ինչ որ բան, որից պետք է խուսափել, իդեալականացնել կամ մի կողմ դնել, քանի որ դրանք բավականաչափ բարձր չեն թվում։ 2026 թվականի հունվարի 18-ի նորալուսինը խորապես փոխում է այս պատմությունը։ Այս պահը նոր որակ է բերում ձեր կյանք։ Ձեր բնական ինտուիցիայի ներդաշնակ միություն նյութական աշխարհի շոշափելի իրականության հետ։ Այնինչ նախկինում թվում էր երկու հակադիր ուժ, սկսում է միաձուլվել։ Երբ ինտուիցիան դառնում է ֆինանսական ուժ։ Ի հայք է գալիս հանգիստ, բայց հզոր հասկացողություն։ Հոգևորականությունը եւ նյութական կայունությունը թշնամիներ չեն։ Դրանք դաշնակիցներ են։ Ձեր զգայունությունը, կարեկցանքը եւ ինտուիտիվ ընկալումը դառնում են իրական ակտիվներ։ Դուք հնարավորություններ եք զգում շատ ավելի շուտ, քան ուրիշները նկատեն դրանք։ Դուք զգում եք, թե երբ է որևէ նախագիծ, համագործակցություն կամ գաղափար ունի ոչ միայն հուզական, այլև գործնական ներուժ։ Այս պարզությունը թույլ է տալիս ստեղծագործականությանը, բուժիչ մասնագիտություններին եւ ինտուիտիվ որոշումներին վերջապես ֆինանսապես աջակցել ձեզ։ Այնինչը մի ժամանակ կառուցվածքազրուկ կոչում էր, ձեռք է բերում ձև եւ կայունություն։ Գիտակցված սահմանների ուժը։ Ձեզ համար 2026 թվականին ամենափոխակերպող տեղաշարժերից մեկը առողջ սահմաններ սահմանել սովորելն է, հատկապես երբ խոսքը փողի մասին է։ Դուք դադարում եք տալ մեղքի զգացմունքից դրդված։ Դուք դադարում եք զոհաբերել պարտավորության զգացմունքից դրդված։ Դուք դադարում եք փորձել բոլորին փրկել ձեր սեփական հաշվին։ Փոխարենը առատաձեռնությունը դառնում է գիտակցված ընտրություն։ Տալը գալիս է երախտագիտությունից, այլ ոչ թե ինքնամոռացումից։ Այս մեկ փոփոխությունը ստեղծում է տարածք աճի, պարզության եւ հավասարակշռության ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Ձեր եկամուտը սկսում է կայունանալ, այնպես ինչպես հանգիստ արտացոլող լիճ։ Ֆինանսական խառնաշփոթը մաքրվում է։ Պարտքերը կարող են աստիճանաբար լուծվել, այնպես ինչպես առավոտյան մշուշը արևի տակ։ Բացվում են նոր ֆինանսական ուղիներ, գործնական եւ խորապես համապատասխան ձեր արժեքներին։ Նոր հարաբերություններ առատության հետ։ Հունվարի 18-ի նորալուսինը ձեզ հրավիրում է փողին նայել այլ կերպ։ Ոչ թե նրան որպես սառը կոշտ կամ ձեր հոգևոր ուղուց կտրված մի բանի պես, այլև կյանքի հոսքի բնական մասի։ Երբ փողին մոտենում են խնամքով եւ հարգանքով, այն սկսում է պահպանել, այլ ոչ թե սպառել։ Այն թույլ է տալիս ձեզ ապրել ավելի կեղծորեն, ավելի ազատորեն ստեղծել եւ տալ առատությունից, այլ ոչ թե հուզվածությունից։ Ձեր ֆինանսական նվերը։ Այս ժամանակահատվածը սովորեցնում է պարզ եւ հզոր ճշտարություն։ Նյութական կայունությունը եւ հոգեվոր աճը կարող են ձեռք-ձեռքի տանել գնալ։ Երբ ինտուիցիան հանդիպում է պարզության, հատևում է առատությունը։